Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կրկին հայտնվել է ակտիվ քննարկումների կենտրոնում։ Օգոստոսին կայացավ բարձր մակարդակի հանդիպում, որի ընթացքում բանակցությունների սեղանի շուրջ էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հանդիպումը լայն արձագանք ստացավ թե քաղաքական շրջանակներում, թե հասարակության շրջանում։ Նոր սպասումներ ու միաժամանակ հարցեր առաջ բերելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորության վերաբերյալ։ Պաշտոնական հայտարարություններում շարունակվում են խոսել բանակցությունների առաջընթացից, իսկ տարբեր կողմերից հնչում են գնահատականներ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2026 թվականին։ Սակայն անցյալի փորձը, չլուծված հարցերը եւ փոխադարձ անվստահությունը շատերի մոտ կասկածներ են առաջացնում։ Արդյոք այս անգամ գործընթացը կհանգեցնի իրական ու կայուն արդյունքի։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում եւ անցորդներից հետաքրքրվել, ըստ իրենց Հայաստանն ու Ադրբեջանը 2026 թվականին խաղաղության պայմանագիր կստորագրեն, թե ոչ։ Հույսով եմ, որ ոչ։ Ինչու՞։ Չեմ ուզում ես այնց այդ խաղաղ լինել։ Չեք հավատում այդ խաղաղությանը։ Համ չեմ հավատում, համ չեմ ուզում։ Ես չեմ հավատում։ Բայց դա ինչ կապ ունի։ Եթե պատերազմի կապ ունի, եւ պետք է լինի պատերազմ կսարքեն, ինչ կապ ունի, դա կա թե չկա։ Այսինքն չեք հավատում այդ խաղաղության պայմանագրին։ Չէ։ Այդ մեծերի խաղալիքներն են, ոնց ուզեն նենց էլ կանեն։ Ինչ դուք հավատում եք այդ թղթիկտորներին։ Թուրքից խաղաղություն չենք սպասում։ Թուրքը մեր հազարդարվա թշնամին է, դաժե դարերով։ Հայաստանի հողեր եւ Ադրբեջանը դե ռուսական հողեր են, դրան գրավել են պարսիկներից։ Վերջում իրանք ում որոշելու այդ հողերը ումն են։ Թե կնքի։ Ինչու՞։ Ես դեռ եմ մտածում։ Այդ հարցը ինձ չի հետաքրքրում։ Այնքանով է հետաքրքրում, որ Հայաստանը Ադրբեջանի հետ պայմանագիր կարիք չունի կնքելու, մեկը բան չի փոխվում։ Հայաստանը ասում է, որ այո, բայց ես Ադրբեջանից չեմ լսել այդպիսի բան։ Իսկ դուք կողմ եք այդ խաղաղությանը։ Կողմ կլինեի, եթե հավասար պայմաններ ունենայինք, հավասար պայմաններ չունենք։ Եթե ինձ մնա ոչ մի դեպքում։ Եթե կարող են այսքան զոհերից հետո պայմանագիր ստորագրել, ոչինչ չունեմ ասելու, իսկ ովքեր որ ուզում են որ պայմանագիրը ստորագրեն, հետարքի է, եթե իրենց ընտանիքում զոհ լինի, կամ իրենց հարազատ որևէ մեկը զոհված է, թշնամու ձեռքը կսխմեն այն մարդու ձեռքով, որ իրեն, չգիտեմ, տղային, քրոջը, հորը կամ եղբորը կյանքից զրկել, եթե կկարողանան թող գնան կնքեն։ Չգիտեմ, մեր հայ ազգին համբերություն եմ ցանկանում եւ ինչքան հնարավոր է շուտ բրցնենք էլ կառավարությունից։ Այլ ավելի ահավոր բան է դա, ահավոր։ Դրանից լավ բան չկա։ Ոնց կարելի է Թուրքի հետ գնալ խաղաղության, մորթում են, սպանում են, ահավոր է, թող սառադլնի գնա, հասկանանք ինչ են անում։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Ոչ։ Այո։ Դժվարանում եմ պատասխանել։ Բայց դուք կողմ եք։ Ոնց կորոշի մեր ղեկավարությունը։ Այդ Ադրբեջանը միտք չունի խաղաղություն ստորագրել։ Ինքը եթե ստորագրել էլ ձևական է, հիմնավոր բան չկա դրա մեջ։ Փաշինյանը ինչ որ անում է, մակերեսորեն աղնում, իր աթոռը պահելու համար։